Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի հետ անարդար են վարվում մշտական շանտաժը, զրպարտությունն ու հրամայական տոնն այսօր էլ շարունակվում են։ Նման հայտարարությամբ է հանդես եկել վրացական երազանք կուսակցության գլխավոր քարտուղար Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, արձագանքելով դատավորներ Լևան Մուրուսիձեի և Միխայիլ Չանչալաձեի նկատմամբ Մեծ Բրիտանիայի կողմից պատժամիջոցներ սահմանելուն։ Կալաձեն սուտ է որակել բրիտանական կողմի հայտարարությունը, որ դատավորները ներգրավված են եղել կոռուպցիայի մեջ։ Սա այն գծի շարունակությունն է, որը մենք տեսել ենք վերջին տարիներին, դուք գիտեք, թե որքան անարդար են վերաբերվում Վրաստանին, շանտաժի տարրերից մեկը բարձրաստիճան անձանց դեմ պատժամիջոցների սահմանումն է։ Նրանք ուզում են ինչ-որ կերպ գրավել մեր երկիրը և օգտագործել այն իրենց շահերին հասնելու համար։ Մենք պայքարում ենք դրա դեմ։ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունն ավելի վաղ դատավորներ Լևան Մուրուսիձեի և Միխայիլ Չանչալաձեին ներառել է պատժամիջոցների ցուցակում։ Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում գտնվող նրանց բոլոր ակտիվները, ներառյալ ֆինանսական հաշիվները կսառեցվեն։ Բրիտանական կառավարությունը դատավորներին կասկածում է կոռուպցիոն սխեմաներին մասնակցության, ինչպես նաև դատական համակարգի քաղաքականացված կառավարման համար։ Մենք շարունակում ենք վերագնահատել մեր մոտեցումը Վրաստանի նկատմամբ ամերիկյան շահերի առաջխաղացման տեսանկյունից, հայտարարել են Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից ի պատասխան վրացական Global News լրատվականի հարցմանը։ Ըստ պետքարտուղարության ձևակերպման, իշխող վրացական երազանք կուսակցության վերջին գործողությունները, այդ թվում օրենսդրական փոփոխությունները հակաժողովրդավարական են։ Միացյալ Նահանգները հստակ նշել է այն քայլերը, որոնք կարող է ձեռնարկել Վրաստանի կառավարությունը, ցույց տալու համար, որ լուրջ է տրամադրված Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների բարելավման հարցում։ Միացյալ Նահանգները 33 տարի եղել է Վրաստանի ու վրաց ժողովրդի գործընկերը եւ այդ ողջ ընթացքում վճռականորեն աջակցել է Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Transparency International կոռուպցիայի դեմ պայքարի ոչ կառավարական կազմակերպության Վրաստանի գրասենյակի հաշվարկով արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված վրացի պաշտոնյաների թիվը գերազանցել է 200-ը։ Նշվում է, որ նրանցից 98-ի անունները հրապարակվել են, իսկ մյուսների նկատմամբ անանուն վիզայի սահմանափակումներ են կիրառվել։ Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են Վրաստանի կառավարության և խորհրդարանի անդամներ, բարձրաստիճան ուժայիններ, վրացական երազանք կուսակցության անդամներ և համախոհներ, դատավորներ, դատախազներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, գործարարներ, ինչպես նաև նրանց հարազատները։ Պատժամիջոցները սահմանվել են 2023-ից 2025 թվականների ընթացքում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Չեխիայի, Ուկրաինայի և Գերմանիայի կողմից։ Վիզայի սահմանափակումներից բացի դրանք ներառում են նաև տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներ։ Հանդիպել են Ֆրանսիայի և Թուրքիայի արտգործնախարարները։ Ժան-Նոել Բարոն և Հական Ֆիդանը ի թիվս համաշխարհային զարգացումների քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը։ Դիվանագետներն ընդգծել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա։ Դա կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանը, ներառականությանը և գործակցությանը։ Նախարարներն անդրադարձել են նաև Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններին։ Ժան-Նոել Բարոն մտահոգություն է հայտնել Թուրքիայում վերջին զարգացումների կապակցությամբ։ Բրյուսելում 6-ամյա դադարից հետո Թուրքիա-Եվրամիություն բարձր մակարդակի տնտեսական երկխոսության շրջանակում վերսկսվում են խորհրդակցությունները, հայտարարել են Թուրքիայի ֆինանսների նախարարությունից։ Նշվում է, որ դա էական քայլ կլինի Անկարայի և Բրյուսելի տնտեսական կապերի և ռազմավարական համագործակցության ամրապնդման ճանապարհին։ Հանդիպման նպատակն է ակտիվացնել տնտեսական համագործակցությունը և ընդլայնել փոխադարձ հետաքրքրության ոլորտները։ Երկխոսության վերսկսման մասին որոշումն ընդունվել է 2024 թվականի դեկտեմբերին Եվրամիության ընդհանուր հարցերով խորհրդի նիստում, որից հետո հավանության է արժանացել Եվրամիության գագաթնաժողովում։ Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը վերահաստատել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հանձնառությունը։ Նա նշել է, որ Թուրքիայից արտահանման գրեթե 42%-ը բաժին է ընկնում ԵՄ երկրներին։ Եվրամիություն-Թուրքիա բարձր մակարդակի տնտեսական երկխոսության ձևաչափը ստեղծվել է 2015 թվականին, մինչ օրս անցկացվել է 3 հանդիպում 2016, 2017 և 2019 թվականներին։
Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա հետաքննելու ժողովրդավարական հետընթացի փաստերն այդ երկրում, այդ թվում ընտրված քաղաքապետների պաշտոնանկությունները։ Նշվում է, որ չնայած միջազգային հանրության ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության վրա, Եվրոպայի խորհուրդը որոշել է չանտեսել նաեւ 2016 թվականից ի վեր Թուրքիայում մոտ 150 ընտրված քաղաքապետների պաշտոնանկությունը, որոնց հաճախ փոխարինել են կառավարության կողմից ուղղակիորեն նշանակված անձինք։ Թուրքիայի հարցով կոնգրեսի համազեկուցող Բրայոնի Ռուտկինը Եվրոնյուզի հետ զրույցում ասել է, որ նման գործողությունները համարում է անօրինական։ Նրա խոսքով հարցը ոչ թե իրավական, այլ ժողովրդավարական բնույթի է։ Ավելի վաղ կոնգրեսի անդամները հռչակագիր են ընդունել կոչ անելով Թուրքիային ազատ արձակել բոլոր կալանավորված քաղաքապետերին եւ դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները։ Իրանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը զսպվածության միջոցով կանցնեն այն ճանապարհը, որն ի վերջո կհանգեցնի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոփանին։ Նրա խոսքով տարածաշրջանը չի դիմանա նոր լարվածության։ Դեսպանը հավելել է, որ Թեհրանը կապի մեջ է Երևանի եւ Բաքվի հետ։ Մեր զրույցների քննարկումների ժամանակ կողմերին կոչ են կանում շարժվել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Իրանը պատրաստ է օգնել կողմերին, որպեսզի խաղաղությունը պահպանվի, հրադադարը չխախտվի եւ կողմերը կարողանան հասնել խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Եվ կարծում եմ, որ այս առումով 3 գումարած 3-ը բավական լավ ձևաչափ է։ Այն օգտագործելով մենք կարող ենք շարժվել դեպի խաղաղության հաստատում։ Սոփանին անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Իսրայելից մեծ քանակությամբ սպառազինության գնմանը, նշել Թեհրանն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանային զարգացումներին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Քննարկվել է միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը։ Իսլամական Հանրապետության արտգործնախարարությունից հայտնել են, որ Արաղչին գործակալության ղեկավարին տեղեկացրել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջին զարգացումների եւ դիվանագիտական խորհրդակցությունների մասին։ Իրանի արտգործնախարարը Գրոսիին կոչ է արել հստակ դիրքորոշում որդեգրել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու ամերիկյան սպառնալիքների վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր միջուկային ծրագիրը պաշտպանելու համար։ Գրոսին էլ հայտարարել է, որ խորհրդակցություններ կանցկացնի այլ կողմերի հետ առկա խնդիրների լուծման ուղղությամբ բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար։ Նշվում է, որ Գրոսին Իրան այցելելու ցանկություն է հայտնել, որը հավանության է արժանացել Իրանի արտգործնախարարի կողմից։ Իրանի ԱԳՆ-ի տվյալով այցի ժամկետները եւ այլ մանրամասներ կհստակեցվեն պրոֆիլային գերատեսչությունների միջոցով։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհրամայի ռազմական հարվածներ հասցնել Իրանին, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ նոր համաձայնագիր չկնքի իր միջուկային ծրագրի շուրջ։ Ֆրանսիան հուսով է, որ հնարավոր կլինի հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կնքմանը, առանց որի տարածաշրջանում ռազմական հակամարտությունը փաստացի անխուսափելի է, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Մեր առաջնահերթ խնդիրն է հասնել համաձայնության, որը Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ կսահմանի երկարաժամկետ եւ ստուգման ենթակա սահմանափակումներ։ Հնարավորությունների պատուհանը փոքր է։ Մենք մի քանի ամիս ունենք մինչև գործող համաձայնագրի ժամկետի ավարտը։ Եթե բանակցությունները տապալվեն, ռազմական արտակարգումը գրեթե անխուսափելի կլինի, ընդ որում տարածաշրջանի բավական լուրջ ապակայունացման ռիսկով։ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ստորագրվել է 2015 թվականին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի միջև։ Այն ենթադրում էր Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց։ Պաշտոնավարման նախորդ ժամկետի ընթացքում 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնը դուրս բերեց միջուկային գործարքից եւ վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին, հրաժարվելով մասնավորապես միջուկային հետազոտությունների եւ ուրանի հարստացման սահմանափակումներից։ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռաբկովը հանդիպել է Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ։ Քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։
Հանդիպման ընդգծվել է կարգավորման համատեքստում Իրանի հակառակորդների կողմից ռազմաուժային մեթոդների կիրառման անօրինականությունն ու անթույլատրելիությունը եւ Իսլամական Հանրապետության միջուկային էներգետիկ ենթակառուցվածքի ռմբակոծման վերաբերյալ դրսից հնչող սպառնալիքների անընդունելիությունը, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն լայնածավալ եւ անդառնալի ռադիոլոգիական եւ հումանիտար հետևանքների ողջ մերձավոր արևելյան տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի համար։ Վերահաստատվել է մարտի 14-ին Պեկինում կայացած Ռուսաստան-Չինաստան-Իրան բարձր մակարդակի խորհրդակցություններում որդեգրված կուրսը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համակարգումը։ Ռուսաստանը վստահ է, որ Ադրբեջանում Ռուսաստանի տան շուրջ ստեղծված իրավիճակի լուծումը կգտնվի, դրա համար պետք է երկխոսություն վարել, իսկ Մոսկվայի ու Բաքվի երկխոսությունը երբեք չի դադարել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով Մոսկվային եւ Բաքվին կապում է դաշնակցային փոխգործակցությունը, ինչպես նաեւ ընդհանուր պատմությունը, մշակույթների փոխներթափանցումը։ Ավելի վաղ Ադրբեջանը Ռուսաստանին պաշտոնապես տեղեկացրել է Բաքվում Ռուսաստանի տան գործունեության դադարեցման մասին։ Այդ քայլը բացատրվել է նրանով, որ կազմակերպությունը չի գրանցվել որպես իրավաբանական անձ, ինչով խախտել է Ադրբեջանի օրենսդրությունը։ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հանդիպել է Անդրադրիատիկ խողովակաշարի գործադիր տնօրեն Լուկաս Գիեպատիի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 11-րդ նախարարական նիստի եւ կանաչ էներգիայի խորհրդատվական խորհրդի 3-րդ նախարարական նիստի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բնական գազի եւ էներգամատակարարման ենթակառուցվածքի զարգացման կարեւորությունը, Անդրադրիատիկ խողովակաշարի նախագծի ընդլայնման գործընթացի ներկա վիճակը։ Բարձր է գնահատվել Հարավային գազային միջանցքի ռազմավարական դերը էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Նշվում է, որ Անդրադրիատիկ խողովակաշարով ապահովում է Իտալիայում գազի պահանջարկի 15%, իսկ Հունաստանում 18%։ Այսօրվա դրությամբ խողովակաշարով Եվրոպայում մատակարարվել ավելի քան 45 միլիարդ խորանարդ մետր գազ։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։